Դատական նիստը հայտարարում են բացված, դրված դատական նիստը նշանակում է թիվ 6-35 գործը, որը վերաբերում է Եվրոպայից ներկայացված հայցին, ընդդեմ Սաղաթել Սուքեսյանի Հայաստանի Հանրապետության քրեական դաշտի հանրություն 4 օգտագործի առաջին մասով նախատեսված ծառայ կատարելու վերաբերյալ։ Դատական նիստի քարտուղար զեկուցել դատական նիստի ներկայացած եւ չներկայացած անձանց վերաբերյալ։ Պատվաժան դատական նիստի ներկայացել է Դժողի ներկայացուցիչ պարոն Մաթեոսյանը, Դժող Էրիկ Երմինյանը, դատական նիստի ներկայացվել Սաղաթել Սուքեսյանը մեղադրյալ, դատական նիստի սկսվել է ոստիկանության աշխատակցության գարի դատարան աշխատակաց եւ տեղեկացրել, որ մեղադրյալին չեն կարող այսօրվա դատական նիստի ներկայացնել, քանի որ վերջինս գտնվում է Երևան քաղաքում բուժման կապակցությամբ համապատասխան գրություններ հետո նաեւ ոստի միջոցով ուղարկեն դատարան։ Նախորդ դատական նիստի որոշում կայացրեց անձին հարկադապար դատարան ներկայացնելու մասին եւ դատական նիստի քարտուղարը զեկուցեց այն ինչ տեղեկատվություն, որ փաստացի բանավոր կերպով տրամադրվել է դատարանին։ Ինչ-որ հայտարարություններ ունեն։ Այո, հարգելի դատարան, ես անձամբ երեք Ստեփանավան քաղաքում հենց իր խանութի դիմաց տեսել եմ Սաղաթել Սուքեսյանին, մեծանվոս զբոսնում են ինքներ տեսավ, ինչ նաև այդ ընթացքում նկարահանել եմ իրան, չնայած ոչ թե միտումնավոր եմ նկարահանել, այլ ես սովորություն ունեմ երթևեկությունը նկարահանելու, երբ որ ես հեծանիվով շրջում եմ փողոցում, երթևեկությունը նկարահանում եմ, իմ հեծանիվի ղեկի վրա ամրացնում եմ տեսախցիկ եւ նկարահանում եմ։ Այսինքն միտում չի եղել հենց Սաղաթելի նկարահանելու, եւ իր խանութի կողքով է անցնում, տեսա ինքը իր խանութի էլեկտրոտեխնիկա է վաճառում։ Հենց անձամբ ինքը երեք գտնվել է Ստեփանավան քաղաքում երեկվա դրությամբ, թե այսօր ուր է գնացել չգիտեմ ու իմ կարծիքով այստեղ կան, իմ սուբյեկտիվ ընկալմամբ կան դատական պահանջ դիտավորը չկատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, քանի որ այս պահի դրությամբ որևէ բժշկական փաստաթուղթ չի ներկայացվել դատարանին, կարծում եմ, որ այն մարմինը, որ հանձնարարվել էր կատարել դատարանի որոշման պահանջները, թերացել է իր գործառույթային պարտականությունների կատարման մեջ, փաստացի այս պահի դրությամբ չի կատարվել դատարանի որոշման պահանջները, որը համարվում է հանցագործություն, դատական ակտի պահանջները չկատարել։ Ուստի նաև դատարանի միջնորդում եմ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար միջնորդագիր ներկայացնել գլխավոր դատախազություն դատարանի կողմից կայացված որոշման պահանջները չկատարելու համար։ Նաև քանի որ օգտվելով առիթից նաև ցանկանում եմ մի հայտարարություն անել, ես ինքս իմ էությամբ հիշաչար հանձնավորություն չեմ եւ ներողամտություն կա իմ մեջ, եթե Սաղաթել Սուքեսյանը կներկայանա դատարան կընդունի մեղքը եւ ինձնից ներողություն կխնդրի, ես պատրաստակամություն եմ հայտնում հաշտվել Սաղաթել Սուքեսյանի հետ եւ դեպ վերցնել իմ բողոքը, ինչու եմ ասում, եթե ներողություն խնդրի, որովհետեւ նա ինձ փաստացի սպառնալիք է հնչեցրել իմ հասցեն, որը զուգորդվել է, համեմվել է իր կողմից իմ հասցեն հնչեցված վիրավորական արտահայտությամբ, այսինքն պետք է իր կողմից էլ որոշակի գործողություն լինի, խոսքը վերաբերում է ներողություն խնդրելուն։ Պետք է Սաղաթել Սուքեսյանի կողմից էլ լինի որոշակի գործողություն, ինձնից ներողություն խնդրելու տեսքով, որի արդյունքում կարծում եմ, որ կվերականգնվի Դժող Էրիկ Երմինյանի իրավունքները, եթե նա ինձնից ներողություն խնդրի եւ ընդունի իր մեղքը, եւ դրանից հետո ես պատրաստակամություն եմ հայտնում հաշտվել Սաղաթել Սուքեսյանի հետ։ Հիմա այսպես այն թե ես YouTube-ում եմ դեպատելու, վստահ եմ, որ Սաղաթել Սուքեսյանը իմ բոլոր տեսանյութերը նայում է, հատկապես իրեն վերաբերող տեսանյութերը, ուստի եթե դու հիմա դիտում ես, խոսքը սողում եմ քեզ Սաղաթել Սուքեսյան, ընդունիր քո մեղքը, տղամարդու պես խնդրիր ներողություն ինձնից, քո կատարած արարքի համար, եւ ես պատրաստ եմ իմ հաշտություն կնքել քեզ հետ։ Նստեք, պարոն Մաթեոսյան։ Ես զուտ հարկադրանքի միջոց կիրառելու համար, ես գտնում եմ, որ կրկին պետք է որոշում կայացվի այս հարկադրավոր որոնք իրականացնող մարմին ներկայացնելու համար մեղադրյալին, քանի որ փաշաշ փաստեր չկան, որ դրա համար բուժմանը չի եղել։ Դատանդարանում է, որ դեռևս 11/2026 թվականի որոշում է կայացել կատարված դատարան ներկայացնելու մասին, որոշման կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը եւ ունենք այն իրավիճակը, որ մեղադրյալը չի ներկայացվել դատական նիստին։ Դատանը նշվածիով պայմանավորված կլինի ոստիկանության ստորաբաժանմանը նախաձեռնելու, որ արդեն որոշում է կայացվել, հետևաբար անհրաժեշտ է ներկայացնել, բացի այդ գրությամբ կմատնանշի Երևանի կողմից նշած այն հանգամանքները, որ
ընդհանրեն դեպքից մեկ օր առաջ տեսել է գտնվել է համապատասխան Ստեփանավան քաղաքում ասեցիք Բաղրամյան փողոցում գտնվող խանութի դիմաց Ստեփանավան քաղաքում հետևաբար գործողություններ ձեռնարկեն Բեղարյանի դատանապահովելու համար վերաբերում է Երևանի պատմանը արևոտ հանցագործություն կատարվելու վերաբերյալ, ապա Երևանադատան ձեզ պարզաբանում է, որ դուք սեփական նախաձեռնության իրավասություն ունեք, նաև հնարավորություն ունեք դիմել համապատասխան մարմիններ եւ ներկայացնել համապատասխան հաղորդում։ Հետևաբար ձեր իրավունքներից կարող եք օգտվել սահմանված կարգով։ Եթե դատանը գործընկերության որևէ փուլում անհրաժեշտություն կտեսնի որևէ իրավասուն մարմին դիմելու, դատանը սեփական նախաձեռնության միջոցներ կձեռնարկի։ Իսկ նույն դեպքում դուք անձամբ կարող եք դիմել համապատասխան իրավասուն մարմին եւ ներկայացնել հաղորդում, եթե գտնում եք, որ արևոտ արկային Հայաստանի Հանրապետության քրեական նույնիսկ նախատեսված որից է մոտվածի հարկանիշներ ոստիկանության աշխատակիցների առարկան։ Այսօր դատանը որոշում է դատական նիստը հետաձգել հաջորդ դատականիստը նույնպես հունիսի 4-ին նշանակել ժամը 14:30-ից հետո, որպեսզի այդ օրը այլ դատեր ունենես, միանգամից նույնը երկու դատներ անեն։ Պարոն Մարտիրոսյան, զբաղվածությունը ներում է, ներում է։ 15:30, մեկ ժամը բավարար պետք է որ լինի, քանի որ մենք վկայում էինք, որ նախատեսել էինք մեկ րոպե հաղթակներ, հետևաբար դատանը որոշում է թիվ LD03326 գործի գործող դատականիստը հետաձգել եւ նշանակել 2026 թվականի հունիսի 4-ի ժամը 15:30-ին։ Դատականիստը հայտարարում է